առեղծվածային քարեր և սրբազան անտառ։ Այն դարեր շարունակ գուշակում էր ճակատամարտերի ելքեր, թագավորների և երկրի ապագա։ Նրանց տերևները շարունակում են շշնջալ միայն քրմերին հասկանալի լեզվով։ Ինչ գաղտնիքներ են մեզ հասցրել արարատյան քարերը և որն է ժայռոտ երկրի սրբազան առեղծվածը։ Արմավիր բլուր։ Այն առավել հայտնի դարձավ Արգիշտի Խինիլիի հայտնաբերումից հետո։ Մենք հաճախ ենք հանդիպում Ուրարտուի արքաների թողած սեպագրերի, որտեղ նրանք հենց այդպես էլ գրում են. Այստեղ անջուր տափաստան է, ես կառուցեցի ջրանցքներ, տնկեցի այգիներ, անտառներ և դաշտեր։ Հնարավոր է, բայց ոչ այստեղ։ Այս քարքարոտ տափաստանը և այս քարերը մեզ պատմում են լրիվ այլ բան։ Մասնագետները, որոնք եկան այստեղ պեղելու, հողի ընդերքում հայտնաբերել է ծառերի բներ, ածխացած ծառերի բներ։ Ցավոք մենք նրանց հետքերը չենք կարող հիմա գտնել։ Փաստը, որ հենց այս տարածքում այդ ծառերի բները եղել են, մարդիկ տեսել են։ Եվ այս տարածքում են կանգնած այս սրբազան քարերը։ Հնագույն ժամանակվա իրենց խորհուրդներով և հելենիստական ժամանակաշրջանի արձանագրություններով և այն զուգահեռները, որ մենք ունենք Փոքր Ասիայի տարածքից, խեթական աշխարհից ունենք և Միջագետքից ունենք, որ բոլոր ուրեմն սրբազան այդ քարերը գտնվում էին սրբազան պուրակներում։ Դժվար է պատկերացնել, որ այս անկենդան և քարքարոտ տափաստանում ինչ-որ մի ժամանակ փթթում էր անտառ, և ոչ թե սովորական, այլ սրբազան, կախարդական անտառ։ Սոսին առհասարակ պատկանում է այսպես կոչված շուրջ ծառերի թվին և բնականաբար նման ծառերը ունեին իրենց, այսպես ասած, սակրալ ֆունկցիան։ Սոսի ծառերը Հայաստանում պաշտամունքի առարկա են եղել և նույնիսկ հռոմեացիները սոսին անվանել են հայկական ծառ։ Հերոդոտը խոսալով Քսերքսեսի դեպի արևմուտք արշավանքի մանրամասների մասին դեպի Հունաստան, նա ընդգծում է, որ հանդիպելով Փոքր Ասիայում մի սոսի, այսպես կոչված անտեր մնացած, Քսերքսեսը հանում է իր զարդերից մեկը և կախում է ծառի վրա, ընդգծելով այդ ծառի սրբությունը։ Սրբազան անտառ, այսօր դա իսկապես հեքիաթի է նման, բայց խորենացին մատնանշում է Արմավիրի հենց այս քարքարոտ ու ամայի վայրը, ավելին
Խորենացին հայտնում է մեզ նաև գլխավոր պատգամախոսի անունը։ Արան Արայի որդին Շամիրամի հետ պատերազմի մեջ մեռնում է, թողնելով արուզավակ, անունը Անուշավան, գործով հզոր, խոսքով հանճարեղ։ Նա կրում էր Սոսանվեր մականունը, որովհետև ըստ հին պաշտամունքի նա նվիրված էր Արմավիր քաղաքի Արամանյակի տնկած սրբազան սոսիներին։ Այդ սոսիների սաղարթների սոսափյունից, կախված քամու ուժից և ուղղությունից, հայոց աշխարհում հնուց ի վեր ընդունված էր հմայություններ և գուշակություններ անել։ Հետաքրքիր է, որ սոսիները նվիրված էին Հայկի որդի Արամանյակին, այսինքն Անուշավանից 7 սերունդ առաջ սոսիների պուրակը կար։ Խորենացին հայտնում է, որ Անուշավան Սոսանվերը առասպելական Արագեղեցիկի թոռն է։ Արագեղեցիկը անկասկած հետագայում հետմահու աստվածացվել է եւ նա դարձել է մեռնող, խարություն առնող աստվածություն հայոց մեջ, բայց որ տեղի են ունեցել ճակատամարտեր եւ որ արքան ամենակաջերից մեկը լինելով պետք է անձամբ մասնակցեր ճակատամարտին, դա այնպիսի մի իրողություն է, որի դեմ ոչ մեկը չի կարող առարկել։ Երբ է եղել Արագեղեցիկի կյանքը, երբ է դարձել նա Աստված հետմահու, դերևս մենք պետք է կարողանանք հնագիտորեն գտնված փաստերի հիման վրա անդրադառնալ նրան։ Դերևս մենք այդպիսի հնագիտական փաստեր չունենք։ Միայն ես մի բան գիտեմ, որ ինչքան ես կարդում եմ Խորենացի, ինչքան դա համեմատում եմ հնագիտության հետ, տեսնում եմ, որ բավականին շատ է ճշմարտության տոկոսը նրա հաղորդումներում։ Ուշ անտիկ շրջանում սրբազան պուրակի այս թասանման փոսիկները չկորցրեցին իրենց նշանակությունը եւ մասնագետների կարծիքով նրանք օգտագործվում էին գուշակ քրմերի կողմից, որի մասին վկայում են այդ քարերի վրա հայտնված հունարեն գրերը։ Մարդիկ միշտ էլ ցանկացել են տեսնել իրենց ապագան։ Այսօր էլ գուշակում են մոմի լույսով, ծխի խաղով, աստղերով, սուրճի բաժակով, երազներով։ Պարզվում է, որ ընդհուպ մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում կար երազների և երազահանների հատուկ տաճար, մի յուրատեսակ դպրոց, որը կոչվում էր Երազամույն։ Երազամույն անվանումը պատահական չի։ Ակնհայտ է, որ այնտեղ կատարվել են գուշակություններ։ Երազամույնը ունեցել է իր գուշակությունների երազահանության, այսպես ասած, ֆունկցիան։ Տաճարի տեղը ընտրությունը պատահական չէր, որովհետև այդ ճանապարհը եղել է հայկական մայրուղիներից մեկը։ Այդ ճանապարհն է, որ գնալով դեպի արևմուտք, հետո բարձրանալով հյուսիս, տանում էր դեպի հյուսիսային Կովկաս։ Մեզ հասել է հետաքրքիր պատմություն խոսքի վարպետների և ասմունքողների մրցույթի մասին, որը տեղի էր ունենում հենց Երազամույն տաճարում։ Ասում են, թե մրցույթից առաջ քուրմը դուրս էր բերում կրակով ամանը, որը կոչվում էր հուրաման, իսկ այդ հուրամանը դուրս բերողը և մրցույթի սկիզբն ու թեման ազդարարողը հուրամանատար։ Միգուցե հենց այստեղից են սկիզբ առել ծագել մեզ շատ հայտնի հրաման և հրամանատար բառերը։
Վերադառնանք Արմավիր, որտեղ քարերից բացի կան նաև բազմաթիվ քարանձավներ։ Մասնագետները ասում են, որ այստեղ չկա եւ ոչ մի քարանձավ, որ ժամանակին բնակեցված եւ սրբացված չլինի։ Քարանձավները հնուց ունեցել են շատ կարևոր սրբազան եւ մոգական նշանակություն։ Այս քարայրները սրբազան էին այդ մարդկանց համար եւ դրանց շուրջն էլ իրեն կապում էին իրենց պատկերացումները, իրենց ասքը, իրենց ոնց ստեղծում էին այդ քարայրների հետ եւ իր բլրի սրբայնությունը եւ քարայրների եւ քարի ընդհանրապես ամենաառաջին պաշտամունքը դա քարն էր, որը համարվում էր երկրի ոսկորը, երկրի ամրությունը, արմատները։ Քարանձավները մտնում են կյանք եւ մահ համակարգի մեջ, որպես մի վայր, որտեղ միաժամանակ սկիզբ է առնում ծնունդն ու մահը։ Գետնի տակ քարանձավ էր հեռանում մահացողը եւ վերածնվում էր պտղաբերության աստվածը։ Բնական քարանձավներ շատ են նաեւ Արմավիրի բլուրում։ Վերևի տաճարում, երբ որ պաշտամունք էր արվում եւ արարության ժամանակ հեղվում էին գինին, կաթ, ջուր, արյուն, թեկուս, դրանք պետք է այդ ամբողջ սրբազան լանջով հոսեին եւ այս անցքով լցվեին քարայրը։ Քարայրը ստորերկրակի անդրաշխարի, ուրեմն աստվածներին անպայմանորեն երկրի բարեկեցությունը, երկրի պտղաբերությունը, արգասավորության կյանքի համար պարտադիր էր 3 բաների հորիզոնների միացությունը՝ երկինք, միջին աշխարհ, մարդկու աշխարհը եւ ստորերկրակը։ Բազմաթիվ քարանձավներ պահպանել են իրենց այդ գոյությունը եւ դրա ամենափայլուն օրինակը ես կարծում եմ, որ հենց Արմավիրի, ուրեմն հարավային լանջում կարելի ասել երևի ամենամեծն է եղել, ուրեմն որը ժողովուրդը շարունակաբար պաշտամունքի վայր է դարձրել իրեն եւ անվանել է ծաղկավանք։ Բույսի, ծաղկի, կյանքի հարատևության, կենաց ծառի հետ է կապված։ Հին ու նոր առասպելները իրար հետ ապրելու վայրեր են գտնում։ Վայրերից մյուսի հասցեն էլ Արայի լեռան վրա գտնվող ծաղկավանքն է։ Այստեղ լուր, շղարշված ու համերաշխ են պատմությունները։ Համաձայն լեգենդներից մեկի Արա լեռը հենց Արա գեղեցիկի մարմինն է, որ ընկել է ճակատամարտի ժամանակ։
յուրահատուկ մի վայր, որը կարծես չի ենթարկվում ամենակարող ժամանակին։ Ինչպես տեսնում եք, քարանձավները սրբատեղիներ են, թե քրիստոնեությունից հազարավոր տարիներ առաջ, թե քրիստոնեական շրջանում, բնական է, որովհետև բոլոր դարերում ու հազարամյակներում Աստված մեկ է եղել։ Քարանձավը շարունակում է մարդկանց ներշնչել հանդարտություն և ավելի բարձրի ու հավերժի գիտակցություն։ Պատմիչները գրում են հայոց հողի ուժի և հզորության մասին, այն մասին, որ թշնամիները ամեն կերպ ջանում էին զրկել հայերին այդ ուժից, գերեվարելով հողում պահված թագավորների, սրբերի մասունքները, արմատախիլ անելով սրբազան համարվող ծառերն ու բուրակները։ Մենք ուղևորվում ենք Աղցք, մի վայր, որտեղ ըստ ավանդազրույցի և պատմիչների ամփոփված է հայոց հնագույն ուժն ու փառքը։ Հինգերորդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդը հայտնում է, որ 359 թվականին Շապուհ II արքայի բանակը հանկարծակի ներխուժեց Հայաստան և գրավեց Անիկամա ամրոցը։ Երբ պարսիկները ցանկանում էին գերեվարել հայոց արքաների ոսկորները, որպեսի ընկճեն հայոց ըմբոստ ոգին, որպեսի Հայաստանից դուրս բերեն նրա փառքը եւ քաջությունը, նրանք փորձեցին թալանել հայոց արքաների դամբարանը եւ արքաների ոսկորները դուրս բերել Հայաստանից։ Հայ իշխանները, հատկապես սպարապետ Վասակ Մամիկոնյանը, թույլ չտվեց, որ դա արվի։ Հարձակվեց, գլխովին ջախջախեց հայկական այրուձիի, ուրեմն սրընթաց հարձակումով պարսից բանակը, հետ խլեց արքաների ոսկորները, որից հետո բերեցին եւ հատուկ մի դամբարան կառուցեցին Աղցք գյուղում եւ այստեղ այս դամբարանում ամփոփեցին հայոց արքաների մասունքները։ Այս երևույթը մեծ փաստորեն վկայում է, որ սա զարգացող մի օրգանիզմ է եղել, որը անընդհատ ընդཐུպ մինչև Զաքարյան շրջանը կարևորագույն նշանակություն է ունեցել Հայաստանի համար։ Մեր պատմաբանների ու հնագետների շնորհիվ մենք կարծես վերագտանք այն,
ինչ մարմնավորում էր մեր նախնիների հզորությունն ու փառքը։ Մինչդեռ Արմավիրի սոսիների պուրակից մնացին միայն սրբազան քարերն ու քարացած արմատները։ Սակայն մենք կարող ենք ուղևորվել սոսիների սրբազան պուրակ։ Այն գտնվում է Հայաստանի հարավում։ Ճանապարհվենք այնտեղ։ Այս պուրակի մասին մի առասպել կա։ Ասում են, Դարե արքան մի անգամ անցնում է սոսու պուրակի կողքով, հիանում եւ մտածում, որ իր պալատի մոտ էլ այսպիսի պուրակ պետք է լինի։ Բայց ծառերը պարսկական հողում չեն աճում։ Զայրացած Դարեը հրամայում է արմատախիլ անել ծառերը, բայց անտառը միևնույն է, նորից է աճում։ Սոսիները բնավորություն ունեն, կախարդական են, մեղմ սոսափյունով հեզ են, բայց տոկուն։ Զարմանալիորեն սոսիների այս պուրակը ի տարբերություն Արմավիրի պահպանվեց, թեև ըստ ավանդազրույցի այս անտառներն են փորձել արմատախիլ անել, բայց ինչպես տեսնում եք, այս սոսիները կանգուն են եւ նրանց տերևները շարունակում են շշնջալ միայն քրմերին հասկանալի լեզվով։ Այսօր մենք ականջ չենք դնում, որ լսենք սոսենու ձայնը եւ կուշակենք ապագան, բայց այս հեքիաթային անտառում մենք լսեցինք մեր անցյալի ձայները։ Սոսիներն ապրում են 3000 տարի, այս ծառը առնվազն 2000 տարեկան է, եւ ով գիտե, գուցե քրմերը հենց այս ծառի տերևների սոսափյունով ապագան են գուշակել։ Շատերն էին տենչում ջնջել մեծ հայքի հետքերն ու հիշողությունը, մի երկիր, որն ուներ հսկայական ազդեցություն մարդկության մշակույթի եւ պատմության վրա։ Այ հիմա իսկական ժամանակն է թակել փայտին, որ հեռացնենք չարն ու չարիքը։ Հնում մարդիկ կարծում էին, որ սոսիների մեջ բարի հոգիներ են բնակվում, եւ այսպես թխկացնում էին ծառին, որ այդ բարի հոգիները արթնանան, դուրս գան եւ օգնեն իրենց չարի դեմ։ Կարծում եմ, եթե այսօր էլ ծառ կտրողները հավատային դրան, այլևս ծառ չէին կտրի։ Հնարավոր է, որ սա մի գեղեցիկ հեքիաթ է, բայց հենց այդ հեքիաթն է, որ ժամանակին մեր աշխարհը դարձրեց բարի ու ծաղկուն։ Հակառակի վկան է քարքարոտ անապատը սրբազանի տեղում։ Քարերն ու տերևների շշնջոցը մեզ պատմեցին Հայաստանի ուժի եւ վեհության մասին։ Լինել պատասխանատու ամեն մի թփի, ծառի, քարի եւ սարի հանդեպ։ Հենց դա է հայրենիքը, որը մեզ ուժ է տալիս։ Ի վերջո, շատ հեշտ է կոտրել այն ժողովրդին, ով իր հայրենիքը սրբազան չի համարում։